process-ը Չէ, վարչանատը, հա, Արդյոք կան արդեն խնդիրներ, մեկը ասում են մյուսի ոտի տակն է փորում, արդեն մրցավազք է քաղաքացիական պայմանագրի անդամ դառնում, որտեղ ցուցակը նախընտրական այդ ցուցակը։ Չէ, նախ ցուցակը չի լինելու, դա լինելու վարչության անդամների ընտրությունը, բայց այդ մրցավազքը դեռ չի սկսվել պաշտոնապես, գործընկերները ակտիվ են, եղել է ավելի շատ են ակտիվանալու, ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է, որպեսզի Էական փոփոխություններ է վարչության կազմում։ Ես կարող վստահ եմ, որ շատ լինեն, ինչպես նաև պետք է չգիտեմ, իրավունք ունեմ ասեմ, թե չունեմ ասելու, բայց կասեք լավ է, ինչ էլ լինի։ Մենք նաև կանանց կվոտան ենք մեծացրել եւ կանանց ներգրավվածությունը պետք է շատ ավելի շատ լինի վարչության անդամների քանակի մեջ, հա, եւ ով կընտրվի։ Ինչ է մեծացրել կանանցի կվոտան ավելի ներգրավվածության ավելի շատ կանայք, դե չեմ ուզում կանայք Հեշտ է կառավարել։ Դե լավ, ոնց չի կանանց չի նույն կառավարել, ասեմ, կանայք են ավելի հեշտ կառավարում։ Հաջան։ Ես խնդրում եմ, եկեք լավ, Մակրոնի ինքը համաշխարհային ղեկավարը մակարդակի մեծ առաջնորդ է եւ իր անձնական կյանքը դա իրանց գործն է, անձնական կյանք որևիցե մեկի մոտ չի պետք չի լինի։ Կապված բավականին գործունեություններով այդ հանդիսվali հիբրիդային պատերազմի ինքնական պետությունների երբ որ լավով այստեղ այդ Արևմտյանը բավականին քուշ հայտարարություններ էր անում, նա ասում է որ հապկում ենք մնալու, վերաֆորմատավորելու կարիք չկա մեր դաշնակցության հարաբերությունները, այս հակասությունները ինչպես Ես նախ Արաբ Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է եւ ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ։ Արաբ Միրզոյանը ասում է այն ինչ որ դիտում է ճիշտ, իսկ վերաբերում հապկի մեջ մնալու մասը ես անկեղծ ասած նման բան չեմ լսել եւ վստահ եմ որ Արաբ Միրզոյանը նման բան ասած չի լինի։ Սառեցված է։ Ամեն դեպքում, բայց Ես իրեն չեմ հանդիպել, ես չեմ կարող ասել, մինչև այս պահը չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց դե գիտեք Երևան դիալոգն ասում, բայց հնարավորություն եք ունեցել հարցեր տալ, կարծեմ նոր ասելիք չկա, ինչ որ հրապարակային ժողովուրդ մի քիչ ձան գնացեք նորագրողներին։ Ինչ պատասխան։ հակասություններ արդյոք Ես մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա։ Մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք, միասին ասել ենք դա պարոն Միրզոյանն է, դա վարչապետն է, դա ես եմ, մյուս գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներն են եւ ղեկավարներն են։ Մեր թիմի մեջ հակասություն չկա։ Մեր թիմի որ հայտարարությունն է ուզում հասկանամ, իմ ու պարոն Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է եւ դիվանագիտության պատասխանատուն է եւ կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված։ Ես քաղաքական մարմինի ղեկավարն եմ, ես падգամավոր եմ, ես քաղաքական հայտարարություններ ազատ եմ անել եւ նաեւ իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ եւ իմ հայտարարությունները կարող եմ եւ որևիցե հակասություն չի կարող լինել։ Մի րոպե հերթը, բայց արդեն հաշտվեցիք։ Արագ։ Պարսանատարացին բավականին բարձր է Հայաստանը ընդունեց Լավրովին, դիմադիները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչով վատ ընդունելության։ Աղոհացով չգնացինք։ Ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորել։ Դենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր լինում են իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերի նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը օրինակ ազգային ժողովի նախագահային դիմավորումը փոխոսնակներից որևիցե մեկը նույնիսկ կարող է բարեկամական խնդիր կգրավի։ Այո, անպայման դիմավորում ես իրան անձամբ խոսում եմ, երբ որ ինքը բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց տենց ասեցի, բայց ոնց է դուք Իգին Փելոսին դիմավորել այրապորտում, ես ասի Իգին Մակենկո, երբ որ դուք գաք, ես նենց հաճկոց ես նույնպես դիմավորել եւ Անիտա Դիմիտրոյին եմ դիմավորել, որտեղ կիներ եւ լավ ընկեր եւ Տիկին Մակենկոյին նույնպես գնալու է Ռուսաստանի դեսպանության հետ։ Օրակարգը դիտում արի, որ արդյոք հստակ է արդյոք նախատեսվում այդ շնի, քանի որ Ռուսաստանում իմաստություն է ընդդեմ ուսումնասիրել։ Ճիշտ ասած, նման ինֆորմացիա չունեմ։
ասած էլ չեմ նայել։ Երեք մարզում են մադրամով են զբաղվում, չեմ ասում էլ որ ռևիզիայի գործ են ներում այստեղ, Երեք իգորնաշներ նորից խոսեց հաղորդության պայմանագրից, ասաց, որ ըստեյության Արմենիան Ադրբեջան պատկերացնում Հայաստանի 60%-ը, Ադրբեջանը Հայաստանի 60 միլիոն տարածքին եւ նաեւ ասաց, որ պատրաստ է երկու հաստատություն ստորագրել միաժամանակ իսկի խմբի կա ազդակներ Ադրբեջանից ի վերջո տեղի ժամի հնարավոր խոսակցությունը շարունակվում է, քննարկումը շարունակվում է եւ շարունակվելու է եւ կարծում եմ որ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա Ես հարցներ եմ վերաբերում, որ միաժամանակ երկու հաստատություն ունեն երեք գործարքները, որ եթե խաղացում պայմանագրի հակասի, պայմանագրի հակա, պատրաստվում է ամբողջովին փոփոխությունների նախաձեռնություն մեկնարկել դրան ուժը։ Սա չի նշանակում, որ խաղացում պայմանագրերը ունեն վերընթացում այդ մարտերից։ Ու արդյոք իման նախաձեռնություն են կանում։ Նախ եւ առաջ վարչապետը ասաց, որ մենք ունենք նախադեպ, որ նմանատիպ հաստատուղթը սահմանադրական դատարանը համապատասխան է համարել։ Երկրորդ, վարչապետը նաև ասաց, որ բոլոր փորձագետները ասում են, որ նման ստորագրման պարագան որևիցե խնդիր տեղի չի ունենում։ Այն ինչ որ վարչապետը հնչեցրել է, դա հակուղային իրավիճակից դուրս գալու միգուցե ինչ-որ հնարավորություն եւ այդ ամբողջը իմ ասած ամբողջը բացատրելու դրա վրա կարծում եմ ճիշտ չի, որտեղ ես որպես նաեւ մասնագիտական ասած իրավաբան որևիցե խնդիր չի կարող լինել մեր սահմանադրությամբ իսկ քաղաքականացնելու դատաները դաշտ կարծում եմ ճիշտ չի։ Մամուլում դուրան շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ օրով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, ըստ ըստ դա ինչ-որ է պայմանավորված, արդյոք կաթոլիկանական ընտրությունների նախորդի դեպքում դուսիսից վարչապետարանը։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է իր կապը, որովհետև նույնիսկ իր հարցազրույցի մեջ ինքը շատ հետաքրքիր մի բան է անում, իրան ասում են նյութոնական պետության մասին ինչ է կարծում, ինքը ասում է, դե ես նմանատիպ բան չեմ ասել, սկսում եմ բոլոր հնարավոր ձևերով ապացուցել եւ ներկայացնել այդ նյութոնական պետությունը սխալ զուգահեռներ անցկացնելու դեպքում եւ այլն, կարծում եմ գնացել է իրան այդ հարցեր տվեք, ինքը, չգիտեմ, երկրի չեմ սխալվում հայտարարել որ ասում է, սա տալու իրան տվեք, թող այդ հարցերը պատասխանել։ Պանսիմոնյան Մարտինկոյի օրակարգը, այցի արդյունքի ասել է, և երևի տեղրարկեք, որ արևնամին էր շատ զգոն է վերջին համությունների մասնավորապես լավության ժամանակ արգուսնական հայտարարություն, որ դաշնակցային հարաբերությունները վերահսկողականությունից Հայաստանի շրջանում։ Սա ինչ է ջերմացման նոր փորձ, Էրամբեի այսպես ջերմանալու, թե պրոբլեմները մնում են, բայց նաև որոշել է ռուսաստանի հետ այլանդեպ սուր հակամարտության չունի։ Այն ինչ որ տեղի կոչվում է նորմալ է, այն ինչ որ տեղի նորմալ է։ Արևմտամետերը, դուք ասում եք արևմտամետները ասում են, չէ, եթե այլ ցանկություն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այն արևմտամետերը ամբողջությամբ կլինի Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Մենք ոչ արևմտամետ են, ոչ հուսամետ են, ոչ որևիցե բան, մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ունենալ։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների հետ, օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, որն է ՀԱՊԿ-ի սահմանը, այնուամենայնիվ, ինչի է ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այդ ՀԱՊԿ-ի երկրներից մեկը հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլն, այդ եւ շելի շատ ու շատ բայց եթե հարցերը մնում են եւ դրանք չեն լուծվում, ճանապարհը ո՞րն է, դրանք թողնել շարունակել ճանապարհը ինտեգրալն է, ճանապարհը այդ հարցերը բարձրացնել միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը այլ տարբերակներ փնտրելն է, բայց
գիտեք ինչ, եկեք հələ մի բան վերանանք, հա, որևիցե երկրից։ Այնուամենայնիվ, լավ բան չէ մի երկիրը ամբողջությամբ մեկ խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովելը։ Ասում կարևոր չի դա ճանապարհը։ Չի կարելի լինել միայն, չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել միայն Ռուսաստանը, պետք է քո երկրի շահերը։ Բայց Մոսկվան բազմաթիվ անգամ է ասել, որ եւ հնարավոր չէ։ Լսեք, Մոսկվան ունի իր օրակարգը, Հայաստանի Հանրապետությունը ունի իր օրակարգը։ Այդ հանդիպումները, այդ խոսակցությունները հենց դրա մասին են։ Տեսեք, մեր հարևան Իրանը ունի իր տեսլականը, ԱՄՆ-ն ունի իր տեսլականը, եւ Հայաստանի Հանրապետությունը հենց դիվանագետի, հենց քաղաքական գործչի աշխատանքի ամբողջ իմաստը այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը, ինչը որ մենք անում ենք։ Իսկ գիտեք ինչ, ռուսամետները գալու են ասեն ոչ միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասել են ոչ միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է իր շահը այդ ծանր այդ երկու բևերների կամ 3 կամ 4 բևերների միջով իր շահը տանի։ Վերջ ազատության հարավազատություն։ Ասեն շոկոկոմունիզմի դա, բայց հայտը հիմա անհրաժեշտ մագիցել ասում հնագորերը ապանի, որ մենք կարող եւ միանում եւ ԵՄ-ն։ Հիմա հայտ եւ պատասխան Հայաստանը ներկա։ Հիմա տեսեք, դուք Եվրոմեդիա անունով լրատվամիջոցն եք։ Հա, չէ, այդ Եվրոմեդիան բերեմ օրինակ, Եվրոմեդիա լրատվականը իմ ունեցած տեղեկություններով բավականին ռուսամետ գործընկերներ ունի։ Ես օրինակ եմ, ես ժողովրդի մասին չեմ խոսում, կարամ ժողովրդից ասեմ։ Եվրոմեդիան ունի բան, բայց անունը դրել է Եվրոմեդիա։ Մեկը մյուսին հիմա հակասում է, չի վերջացավ, ես ձեր հարցին պատասխանում։ Բայց Ջանալյան, Մարկ Ռուբյանը վտանգ է դες։ Միաժամանակ երկու վերանստել հնարավոր չէ Այ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ ինչ-որ աթոռների վրա նստեն կամ այդ աթոռները վերադարձնել ու էլի նստեն։ Չեն նստել իրանք աթոռների վրա, նստել են բանտում։ Դա ժամանակի հարց է ընդհանրապես, դա մեկ։ Երկրորդը, գոյություն ունի։ Կարող եք ասել, հա, աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր, որ տենց ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Տենց երկրները դադարում են գոյություն ունենալ։ Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ եւ դադարում են գոյություն ունենալ։ Դրա օրինակները հիմա չեմ ուզում բարձր բերեմ, բայց շատ վատ օրինակներ են։ Հայաստանի Հանրապետությունը բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ, դա նորմալ եւ հասկանալի բան է, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է իրանց դրածոներին փորձեն ստեղ իշխանություն սարքել, պետք է իրանց ամբողջությամբ հայկական տնտեսությունը իրանցով անեն, դրա համար պետք է բալանսա, որևիցե այլ ծայրահեղության մեջ ընկնեն, պետք չի ուղղակի, հասկանում եք, պետք չի sense ճբաներ անել, կտրուկ բաներ։ Մարկ Ռուբյանը օրերս նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն հնարավոր է լինի, էսկալացիա կարող է լինի, եւ իրենք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որպեսզի զարգացումներ չլինեն, ինչ վերլուծություններ կան կամ ինչ խնդրի հետ կապված է նման։ Ես նման ինֆորմացիա չեմ տիրապետում, ես պարոն Պապիկյանին պաշտպանության նախարարությանը կարող եք ուղղել հարցում հարցок նման միտումներ, նման տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պայմաններում Ադրբեջանի նախագահի հայտարարություններն են հիմքն հանդիսանում, որ ԱՄՆ պետք է վտանգ է տեսնում։ Ինչ հայտարարություն։ Հայաստանը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, այդ մասին Փաշինյանը եւս խոսեց, որ սա Դե մենք ենք, չէ՞, մեր կողմից։ Դե մենք ենք, չէ՞, տարածքային պահանջման անում, չէ՞, երբ որ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ-որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրանի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում են, տեսակ ինչ ասել։ Ադրբեջանի նախագահն է։ Հա, ինչ։ Ոչ թե ինչ։ Ոչ թե ինչ։ Կադել եք արցախցիներին, որոնք ասում են, Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում, որ նոր Ադրբեջանի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը անչ, Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բա։ Այն մի մասը նկատում եք այն մյուսը, հաջա։ Իհարկե տեղին է, բայց մարդը Դե բայց ախր հայկականը մոլորակից դուրս եկեք, այո չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելի, հարցը դա չի,
Բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է։ Իմ ասածը դա է։ Այո, բայց ես նորից եմ ասում, դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևերից, իրանք էլ այդ ձևով են պատասխանում։ Իմ ասածը դա է, որ այդ քայլերը, այդ հայտարարությունները իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող եմ մի օր ուրիշ բան ասի կամ բան, ես ասում եմ, չի ինքը դա անում, ես չեմ ասում, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Բայց մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունները այդ Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան արտահայտությունները կային, այսինքն 2 տարի առաջ է դա։ Ախա դուք ամեն ինչ ոչ, սխալ եք, դուք սխալ եք։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բայց ես ասում եմ, ինչի է ինքը դա անում։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, այնց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը դեռ որ ժամանակներից կերակրվել եւ ինչեւ Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակ է կերակրվել։ Ախիջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ոնց է հակասում ինձ։ Ես ճիշտ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Այդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։ Ասեք, ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում ինքը խի է դա անում ու տենց է անելու։ Ներվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր բանա, ոնց է պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարեւոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ էինք անում եւ ծիրան էինք աճացնում, իրանք ծառերի վրա էին։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը, ապագան սխալ բան եք անում։ Սխալ բան է, հասկացեք, Հասիկ ջան, եթե քեզ բան ունեմ ուղված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք։ Սխալ բան եք անում։ Հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում։ Ես դες բացատրում եմ, երբ որ մենք իր անկալմամբ սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլորը սրբադասվել ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծո կողմից, Մաշտոցի կողմից գրված արած սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այս բան ենք ասում, ինքն էլ ասում է ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Էս է իմ ասածը։ Դա անկալ է։ Այդ մենք չենք ասում, հա, բայց ես ասում եմ մի զարմացեք, ես չեմ ասում են արեք այդ հայտ, ես ասում եմ մի զարմացեք։ Պատճառը սա է։ Այս հիմա ինչ եմ անում։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերջնականություն։ Ես դառնամ, այսինքն ես նոր բան եմ ասում։ Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսեք, մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետք է հիմա լռես, որտեղ ես բան եմ ասում, ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անդադ ինքնուրույն։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց ես մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, չէ՞ եկեք այստեղ հիմա բիսեդ կնստենք իրար հետ բան ասենք։ Հասկանամ Ադրբեջան։ Չկա, չի եղել, չի կարող լինել, մոռացեք։ Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ ոնց նորակի խաղաղության Լսեք, ես դա չեմ խոսում։ Որտեղ դա անվտանգային առումով այս հայտարարությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է, ինչպես խաղաղության պայմանագրի կառավարությունը պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոստեք եք մեջտեղի, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն
Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չտա։ Ձեզ հետաքրքիր է, ես հանկարծակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասել, թե լավ բան կասել, մի հատ դնեք, գրեք, Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հետ մտնեն մեջ ու ասեն։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասեք չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում։ Մի տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարակ չենք տալի եւ իրար չենք նայում։ 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչների եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Գազ չգիտեմ, ինչ-որ բան Հասարակությունները պատրաստ են դրա պատերազմից հետո իրար պետք է հասարակությունների պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ տեսնում եմ, որ չեք ուզում օգնել, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց շինություններով։ Ես հավատում եմ, որ մենք շատ այլ իրար կողք ապրում ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասեմ, առևտուր են անել։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, շրջափակման ժամանակ անուններ չտան, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջացեք մի ամենեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան են, պատ են կառուցելու, իրար բարև չտան։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ թող ինձ տվարի մեկը։